Նախագծի հովանավոր Մոնտե Մարկետ։ Անի ջան, էսուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Մոնտե Մարկետ։ Նոր խանութ նոր Հոլիվուդում, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համոտ խորոված։ Մոնտե Մարկետ, մաչելի գներ, հաճելի սպասարկում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ ոզնին սկսեց ջղայնանալ եւ անհանգիստ շարժումներ անել, բոլորը հասկացան, որ ոզնին փշերի վրա է նստած։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, AMJ հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Armenian Evening հաղորդաշարը։ Ինչպես միշտ այսօր նույնպես ունենալու ենք շատ հետաքրքիր հյուր եւ կարծում եմ կլինի այսօր շատ յուրահատուկ ինքնատիպ հաղորդում, որովհետեւ կարծում եմ լավ երաժշտություն լավ տրամադրություն ապահոված է, իսկ ինչ եք անում դրա համար դուք այս պայն դիտում եք Armenian Evening, ինչ ենք անում մենք այս պայն, մենք ոնց որ ասած ինչպես միշտ հաճույքով սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Մոնտե Մարկետը, Մոնտե Մարկետ։ Հայկական տեսականի ապրանքները բոլորը հայկական են, շատ թարմ, մսամթերք, միրգ, բանջարեղեն եւ իհարկե շատ համեղ խորոված, որովհետեւ ոնց կարող է լինել հայկական տեսականի իր ամեն ինչով եւ չլինի խորոված, բնականաբար չի կարող։ Մոնտե Մարկետ Նորթ Հոլիվուդում է գտնվում, հեռախոսահամարն է 818 855 1188։ Գնացիք Մոնտե Մարկետ, լավ առևտուր արեցիք, հայկական համով ապրանքներ, մսեղենը վերցեցիք խորովածով, ուր պետք է գնաք Lido Palm Resort and Spa, այս հյուրանոցային համալիրը, որտեղ շատ հաճույքով լավ ժամանակ կարող եք անցկացնել, որովհետև այստեղ դուք կարող եք ընդունել լողավազաններ տաք հանքային ջրով, տաք ջուր, հայտնի տաք ջուր, այստեղ կա է տաք ջուր, այսինքն պետք չէ տաք ջրի համար հասնել Հայաստան, այստեղ կարելի է գնալ Lido Palm Resort and Spa։ Դրա հետ մեկտեղ իհարկե բարձրակարգ սպասարկում, ամեն ինչ շատ համեղ, շատ ընտիր, մի խոսքով գնացիք ինքներդ համոզվեք, հեռախոսահամար 760 329 6033։ Եվ մեր նախագծի գործընկերն է սիրելի հեռուստադիտողներ 911 Detox Center-ը։ Դա իհարկե միայն այն մարդկանց համար է, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ ցանկանում են ձերբազատվել այդ ամեն ինչից եւ իհարկե 911 Detox Center-ը կօգնի ձեզ այդ հարցում։ Մասնագետները, ովքեր այստեղ աշխատում են, շատ երկար տարիներ օգնել են շատ մարդկանց։ Այնպես որ եթե կա խնդիր, 911 Detox Center-ը այդ խնդիրը վերանում է։ Հեռախոսահամարն է 409 900911։ Եվ այսօրվա նորությունները շատ արագ ընթերցեմ եւ սիրով արդեն ներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Իտալիան սահմանափակել է արյունակցական կապով քաղաքացիություն ստանալու իրավունքը։ Առաջներում Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար բավական էր ունենալ տատիկ կամ պապիկ կամ նույնիսկ նախապապ Իտալիայից։ Այժմ ունենալը քիչ է, պետք է այդ տատիկներին ու պապիկներին գլխների վրա մանտալ, որ իրանք նոր որոշեն ձեզ տալ քաղաքացիություն, թե ոչ։ Շուտով, ինչպես հայտնի է, Ջենիֆեր Լոպեսը այցելելու է Հայաստան։ Իդեպ նա անգամ չէր սպասում, որ իր այցը Հայաստան այդքան մեծ աղմուկ կբարձրացնի Ամերիկայի հայության շրջանում։ Բոլորը Լոպեսին խնդրում են իր հետ մի փոքրիկ բան տանել Հայաստան իրենց բարեկամներին։ Այսքանն են նորությունները սիրելի հեռուստադիտողներ, իսկ ընդամենը մի քանի րոպեից սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։
Եվ այսպես իրել հեռուստադիտողներ այսօր Արմենիա Նիվնինգ նախագծի հյուրն է մի շատ տաղանդավոր երգիչ, շատ լավ մարդ Արմեն Դավթյան։ Արմեն ջան, բարի երեկո։ Բարի երեկո Արմեն ջան։ Շատ ուրախ եմ քեզ տեսնել մեր տաղարում, շնորհակալ եմ հրավերքես չմերժելու համար եւ այսօր իրոք կարծում եմ շատ լավ հաղորդում է ստացվելու, որովհետեւ միշտ բազմիցս քեզ հետ շփվելու շատ ինքնատիպ յուրահատուկ մարդ եւ իհարկե շատ լավ երգիչ։ Շատ շնորհակալ եմ արդից օգտվելով, նախ ես էլ եմ շնորհակալ։ Երկու խոսքով շնորհակալություն հայտնեմ հրավերի համար եւ այն որ իրականում լավ երեկո ենք ունենալու այդ միանշանակ Շնորհակալ եմ։ Փորձ։ Այո։ Շատ շնորհակալ եմ ձեր գեղեցիկ ծրագրին մասնակցելու համար։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Արմեն ջան, դե մի քիչ իհարկե բնականաբար խոսելու ենք առհասարակ երգ, ինչից սկսվեց երգը ամեն ինչից, դե բնականաբար իհարկե ես անպայման պետք է նշեմ, որ ծնունդով ապարանցի հրաշալի քաղաք, հրաշալի մարդիկ եւ արդից օգտվել ուզում եմ ջեր ողջունները սաղել բոլոր ապարանցիներին, ում շատ սիրում եմ։ Այո, բնականաբար ես էլ եմ ողջունում։ Այդ պատկասում դու չեք։ Եվ այստեղ Ամերիկայում բնակվող բոլոր ապարանցիներին, նախ եւ առաջ բոլոր հայերին, ովքեր դիտում են, հետևում են այս գեղեցիկ ծրագրին։ Հետո էլ Հայաստանում ով կտեսնի, Հայաստանից ով կտեսնի, ջեր բարևներս առավել եւս ապարանցիներին ապարանցիներ, այո, դե իհարկե, այո, ապարանցիները իհարկե ապարանցիները մսին ոչ թե միայն իհարկե հայտնի անեկդոտներ են, այլ բնականաբար շատ տաղանդավոր մարդիկ են այնտեղ ապրում եւ հիմա մի տաղանդավոր մարդ այսօր այստեղ մեր տաղավարում է Արմենը։ Արմեն ջան, ինչպես սկսվեց երգը։ Ես գիտեմ, որ ով ուղղորդեց։ Ես գիտեմ, որ շատ մեծ դեր է ունեցել պապիկը, չէ՞, եթե չեմ սխալվում, երգում էր պապիկը, ջիվանի էր երգում, թե էլի ոչ միայն պապիկներ էս հարցում քո ուղեկիցը, հա, այսպես ուղեցույցը դեպի երգ։ Պապիկս երկու պապիկներս երգում էին, շատ լավ ձայն ունեին։ Այդ մեր տնային մեր միջոցառումների ժամանակ, բացի այն, որ միջոցառում կլիներ, պապիկս երբ որ տուն գար մի քիչ քեֆով ցած, գինով ցած, ասենց ասեմ, անպայման երգում էր իմ համար, ինձ էլ էր երգացնում։ Բայց սկսվեց դպրոցից էլ կարող եմ ասել, որովհետև իմ շատ լավ ուսուցչուհիներից Տիկին Գրիգորյան Ջուլետան, մեր դպրոցի տնօրենի կինը, երբ որ ազատ ժամ ենք ունենում կամ ուսուցիչը ինչ որ պատճառներով հարգելի պատճառներով դասի չէր եկել կամ չգիտեմ հիվանդ էր, ինչ որ դասաժամ բաց պետքա թողենք, ինքը գալիս էր, մտնում էր, դուռը բացում էր, մենք արդեն դասարանցիկս գիտեինք, որ ով է գալու, գալիս նստում էր, բոլորը լուրն պետք է նստեին, ինքը ինձ երգ սովորացներ, բոլոր դասարանցիների մոտ, ինչի համար էլի շնորհակալ եմ, բազմիցս անգամ ասել եմ։ Ես պատկերացնում եմ, որքան քո դասարանցիները առհասարակ դասանում, որքան շահեցին վերջի զանգի ժամանակ ոչ միայն վերջի զանգի բոլոր միջոցառումները բայց ոչ միայն մեր դասարանը դպրոցում ինչքան միջոցառում էր լինում ես երգում էի ընկերս իմ մանկության ընկեր դասընկեր համ հարևան ինքն էլ նվագում էր սինթեզեր նվագում էր ինքն էլ նվագում էր մենք բոլոր միջոցառումները հանդես կլներ դպրոցական կերպ իոնիկա էր էդ էլ կար բայց մենք սկսեցինք սինթեզով արդեն այո ես դե մի քիչին ավելի իոնիկա էր շատ լավ Արմեն ջան դե բնականաբար իհարկե դպրոցից հետո բայց առհասարակ մուտքը դեպի ճանաչում եւ ամեն ինչը այդ ամենը սկսվեց եթե ես չեմ սխալվում ժողովրդական երգիչ նախագծից ճիշտ է թե մինչ այդ արդեն դու երգում էիր Երկում էի, բայց որպես ճանաչում որպես դպրոցական այդ ընկերական են որ հավաքվում են Արմեն ջան մի հատ երգ էլի մենք բայց միջ դպրոցական այդ քեֆերից բանից հետո էլ դեռ դպրոցական էի ընդունվեցի Ջիվանու Ավան աշխուհական դպրոց մի քիչ շատ երկար այն պատմությունները, ասես որ պատմեմ, կարող է եթերը չհերիքի։ Գնացել էի սպասելու ինձ մարդ կար ծանոթ, որ արի Թոմաս Պողոսյանը ծանոթացնեմ։ Դպրոցական երեխա էի 8-րդ երևի ավելի փոքր։ Հա, գնացել էի որ ընդունվեի։ Հա, գնացել էի ու ժամերով առավոտից իրիկուն սպասել եմ այդտեղ, որ այդ մարդը գա, տանի Թոմաս Պողոսյանը ծանոթացնի։ Մի խոսքով, ագին ժամեր սպասելուց հետո հոգնած արդեն, գնացել այնքան էր ոգևորությունս Հա, իդեպ գնացել էի Երևան, գյուղից իջել ենք Երևան, որ դպրոցի դասարանցիկից մեկի ծնունդներ գնացել ենք նվեր առնելու։ Հա։ Ու այդ մի քանի ժամ սպասելուց հետո գնացի Թոմաս Պողոսյանը լսեց, ասեց ընդունված ես։ Այս դպրոցում, Վաղուկաս Կասեմովը։
քո դասատուն ուսուցիչը գնացի ինձ տվեց Արուսի մոտ Գուլանյան։ Մի խոսքով ուզում եմ ասեմ, որ միջև շանթի պրոյեկտը արդեն դու այդ ամենը կա։ Արդեն սովորում էի Ջիվանու դպրոցում, Արուս Գուլանյանի Արմեն ջան, դու բնականաբար Իջամը շատ շնորհակալ եմ լիքը բաներ Աղեցի Տիկին Գուլանյանից։ Այո, ջան ողջուններ, իհարկե։ Ես ուզում եմ նաև փաստորեն դու որ գնացիր Թովմաս Պողոսյանի մոտ երկեցիր։ Հա, չէ, կարող բարեի։ Գիտեք, ես եկել եմ բարելով։ Այ հիմա կարող ես վերհիշել այդ պահը եւ մի փոքրիկ կակապալ ասեմ։ Երկը չեմ հիշի։ Ահա։ Երկը չեմ հիշի, բայց չէ։ Հանկերց։ Շատ լավ, համենայն դեպս մենք այսօր դեռ ակապելա քեզ խնդրել ենք իհարկե։ Անպայման դեռ խնդրելու ենք։ Եվ ինչպես ստացվեց ժողովրդական երկիր նախագծի մասնակցել, այսինքն դու իմացար ոնց ստացվեց եւ այնտեղ եթե ես չեմ սխալվում դու առաջի չէ առաջի ժողովրդական երկիչն առաջի ժողովրդական երկիչն եւ գրավեցիր երկրորդ տեղը չէ ոնց ստացվեց առհասարակ որ մասնակցեցիր եւ որովհետեւ այդ էլ մի քիչ նման է այդ պատմությանը որ Թովմաս Պողոսյանի մոտ գնացի Ընդել էր գնացիր էլի Թովմաս Պողոսյանի էլի գնացել եմ ինչի համար ասեցի որ ընդունել եմ միջև այդ ժողովրդական երկիչ պրոյեկտը սովորել եմ Ջիվանու անվան աշխուհական դպրոցում այդ ժամանակ որ սկսվել էր արդեն ռեկլամները գնում էր շանթի այս ժողովրդական երկիչ որ արդեն հավաքվում են բան ես տեղյակ չէի ես արդեն Արուս Գուլանյանի մոտ 1-2 ամսվա ուսանող էի գնացել ենք համերգների արդեն ռայոններում չեմ հիշում Գյումրի կողմերն էինք Արթիկ էինք ուր էինք համերգի հետ եկանք ու որ սովորում էի արդեն այնտեղ ընկերներով տուն էինք վարձել Դավթաշենում ապրում էինք Այս իմ ընկերներից մեկը, ով որ իմ դասընկերն է էլի, ում հետ որ էլի գնացել էի Ջիվանու աշխուհական դպրոց սպասել էի ժամերով, եկավ բա թուղթ եմ վերցրել, պետքա լրացնեմ, ասի ես չեմ լրացնում, ինչ կանես արա, հոգնած եկել եմ ռայոնից համերգից։ Գնում ենք վաղ ասեց այսին ժամին գնում ենք շանթում, սենց ծրագիր կա ժողովրդական, հեսա լրացնում եթանք, գնաց է արդեն շանթից վերցրել էր Կիևյանից, մի խոսքով։ Հասի օքեյ լրացրել։ Լրացրեց գնացինք էլի այդ տվյալ ընկերոջս հետ Ողջունում եմ ինքը հիմա Ռուսաստանում ապրում Արարատին, եթե կտեսնի։ Գնացինք էլի առօրից իրիկուն ժամերով, այն ամենավերջի ոնց որ մասնակիցներից լինեի, որ մասնակցում էի, մտա դե արդեն Ջիվանու աշխուհական դպրոցից մտնեմ, տեսնեմ ծանոթներ են արդեն Մխիթ Արքեցյան, Արտեմ Խաչատուրը, իրանք են ժուրին, բայց ոչ մի բան հաշվի չէին առնում, իրականում ես էլ շատ լարված ու առօրից այդ աստիճանների վրա հայաթում նստած ասի ոնց կերքեմ բան, այն որ մի քիչ երգեցի, օքեյ, անցած էս ու սենց սկսվեց մանր, բայց ոնց անցալ, ուր անցալ, չգիտենք էլ ինչա լինում, որովհետև առաջինն էր, առաջի ժող պրոյեկտներ, ծրագիրներ մեր Հայաստանում, դրանց հետո նոր արդեն երիտասարդության մոտ մի քիչ ոգևորություն բան եղավ, սկսեցին ավելի շատ մասնակցել։ Մի խոսքով այդպես Իսկ որքան տևեց այդ, այսինքն այդ առաջին ժողովրդական երկիչը այդ 4 ամիս, 4-5 ամիս, միջև այդ բազմազար մասնակիցներ այսինքն քանի հոգի են մասնակցում մասնակիցները չեմ կարող ասել գրեթե 2000 կարող է 2000-ից ընտրվեցին արդեն 3-4 ամիս տևեց տասնյակ մեր լավագույն տասնյակը ընտրվեց 13-14 հոգի ենք ես իհարկե Արմեն ջան երկրորդ տեղը բնականաբար դա հաղթանակ է դրանում ոչ մի կասկած չկա բայց այնուամենայնիվ չէի ափսոսում որ ինչու ոչ առաջինը Չէ, այդ մի քիչ երկար պատմություն է, ինձ սիրող, ես դրա մասին չեմ ուզում խոսել հիմա։ Շատ լավ։ Առհասարակ չեմ էլ խոսել երբեք Ամենայն դեպս ես շատ ինձ ով որ սիրել է, ով որ գնահատել է, ով որ միջև հիմա սիրում է, բոլոր գիտեն այդ պատմությունը, չեմ ուզում ծավալեմ եթերով։ Շատ լավ։ Ամենայն դեպս այո, շատ լավ էր, որովհետև տաղանդավոր Երկիչներ նոր ասպարեզ դուրս եկան եւ ամենայն դեպս մենք նաեւ ճանաչեցինք Արմենին Դավթյան։ Իսկ հետո այդ ճանաչումը փաստորեն ժողովրդական երկչից հետո ճանաչումը արդեն բնականաբար առաջարկներ, թե այնուամենայնիվ բավական հանգիստ էր։ Չէ, հանգիստ չէր։ Հանգիստ չէր կարող լինել ինձ թվում է։ Ծրագրից հետո բազմիցս համերգներ, սկսվեց մեր առաջի, որ իմացանք առաջ անգամ պետքա գանք խմբով։ Այստեղ Միացյալ Նահանգներում համերգի, այն որ ոգևորված ենք շատ ու չենք պատկերացնում։ Դեռ միջև ծրագրի այդ 10 քանի հոգին մնալը չենք պատկերացնում։ Այնքան ենք մտերմացել այդ մեր մասնակիցներով, ամեն օր միասին առավոտը լույսը բացում էր փորձի, երկեր մի օրվա մեջ
2-3 երգ սովորել, ելնել ձայնագրի նկարվել ու եթեր գնար ու սենց ամեն ու դուրս էին գալիս, ոնց որ, չգիտեմ, ով որ տեսնում էր, հետևում էին, շատ բաներ էլի, ինքը անունով ծրագիր դարավ Հայաստանում։ Դրանց հետո համերգներ Ամերիկայից սկսեց, այսինքն Հայաստանից սկսեցին, Գյումրի գնացինք, հետո եկանք Ամերիկա ու այդպես սկսեց։ Մենք իհարկե խոսենք Արմեն ջան, միշտ տեղափոխում Ամերիկա, ես հիմա ուզում եմ մի քիչ խոսեմ, տես, փաստորեն ճանաչումը քեզ մոտ տեղի ունեցավ հեռուստատեսության շնորհիվ, հա, այսպես կարելի ասել։ Հիմա դե բնականաբար շատ սոցցանցերը կան, բազմաթիվ սոցցանցեր են։ Եվ հիմա շատ հաճախակի ասում են, որ այնուամենայնիվ հեռուստատեսությունը զիջում է սոցցանցերին, ինտերնետին, ես բնականաբար դրան շատ դեմ եմ, ոչ թե նրա համար, որ ինքս կապ ունեմ հեռուստատեսությանը, դա առասարակ այդպես չի։ Հիմա քո վառ օրինակը, հիմա եթե այս նախագիծը, այդ ամենը, եթե լիներ սոցցանցերով, այդ ճանաչումը կլիներ այնուամենայնիվ, թե ոչ։ Որովհետև կներես, բայց ես օրինակ մեր բոլոր երգիչ-երգչուներից, ես չեմ տեսել Համենայնդեպս գուցե ես սխալվում եմ, ես իմ տեսանկյունն եմ ասում, բայց ես ոչ հեռուստատեսային, այսպես դուրս եկած ասպարեզ երգիչ-երգչի այդպես չեմ ճանաչում։ Շատ լավ թեմա եք ասում, Արմեն ջան։ Իրականում միգուցե մեր նախագիծը դա 2007 թվականին էր, գուցե այդ թվերին այդքան տարածված չէր սոցցանցերը, բայց ամեն դեպքում ես էլ եմ միանշանակ կողմ Համաձայն եմ քո մտքեդ, որ հեռուստատեսությամբ նախագծերը մի ուրիշ անուն են ունենում, չնայած որ այսօր ճիշտ է դարել այնպես որ մարդիկ շատ են զբաղվում, շատ հեռուստացույց չեն տեսնում։ Կարծում եմ, որ ինքը իր հետքը թողեց որպես հեռուստատեսային նախագիծ, ծրագիր, չգիտեմ։ Հիմա էլ նույնպես, գիտես Էլիեմ, հա, ես այսինքն տվյալ պարագայում եթե վերցնենք նույն սոցցանցերով կամ ինչ-որ մի բանով անել ինչ-որ մի նախագիծ։ Բնականաբար, նախ չի ասի, որ դրա մասին այդպես կիմանան, բայց եթե հեռուստատեսությամբ ինչ-որ իրանով արդեն լրջությունը այո, չես կարող համեմատել ինձ թվում է։ Նաև ինչու ես ինչի ես հարցը բարձրացրեցի Արմեն ջան, որովհետև գաղտնիք չէ, որ նույն տրամաբանությամբ ելնելով շատ եւ շատ տաղանդավոր երգիչ-երգչուներ այնուամենայնիվ որոշ ինչ-որ սուբյեկտիվ պատճառներով կամ սուբյեկտիվ մարդկանցից ելնելով որոշակի առումով խոսքս Հայաստանի մասին է որոշակի առումով մուտքը դեպի հեռուստացիան փակ է լինում եւ շատ տաղանդավոր մարդիկ կորում են, հա, այդպես է։ Հիմա դա փոխվել է, թե այնուամենայնիվ նույնը մնացել է, այսպես ասեմ։ Չէ, ինձ թվում է նույնը մնացել է։ Նույնը մնացել է։ Անկե մարդ շատ անկեղծ ասեց, իդեպ այս միտքը ինձ մոտ առաջացավ ընդամենը մի քանի օր առաջ, երբ ես մեր շատ սիրելի, շատ լավ ընկեր, շատ տաղանդավոր երգչի Արփինե Բեկջանյանի գրառումը կարդացի Facebook-յան, որտեղ դե ինքը մի պատճառներից մեկն էր, երբ ինքը տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, այդ դա էր, որ մուտքը փակված էր որոշակի առումով դեպի հեռուստատեսություն եւ ասում եմ նույնը պաստեն չի փոխվել, նույնը մնացել է հիմա։ Այնուամենայնիվ իհարկե մեծ ցանկություն կա, որպեսզի անպայման տաղանդավոր երիտասարդները այնուամենայնիվ գտնեն իրեն ճանապարհը, փորձեն եւ ու նմանատիպ նախագծերը իրականում որքան շատ լինի, այո, որովհետեւ շատ օգուտ է բերում, որովհետեւ տվյալ պարագայում, հա, ես իհարկե տաղանդավոր շատ երգիչ Արմենը Դավթյան, բայց այնուամենայնիվ եթե չլիներ այդ նախագիծը, գուցե եւ հա ինքը դե չկարողանար։ Հիմա գուցե ես այստեղ չէի լինի։ Այո։ Չնայած գուցե այդ լավ կլներ, որ չէ, ասենց ավելի լավ է լինել, շատ լավ։ Արմեն ջան, եւ արդեն քանի տարի ես Միացյալ Նահանգներում։ Մոտ 3, որ եկել եմ արդեն որ եկել ես մշտապես։ Արմեն ջան, ես ուզում եմ մի քիչ նաև խոսենք այ քո գալու վերաբերյալ, որովհետև սովորաբար էսպես խոսելով մեր ասպարեզի, հա, երգիչ-երգչուներ, դերասաններ եւ այլ գալ Ամերիկայի Միացյալ երկու ուղղությունով են։ Մեկը որպես extraordinary կոչվում, որպես ճանաչված մարդիկ ստանում են green card եւ երկրորդը գալիս են եւ մնում են։ Քո դեպքում դա բացառություն էր, քո նմանը շատ քիչ են լինում, որ շահում են green card, այսինքն դուք շահել ես green card, պատմես ոնց ստացվեց դա։ Պատմեմ Արմեն ջան, իմ դեպքում ուրեմն ես ընդհանրապես մտադրություն չեմ ունեցել, որ ուզենայի գայ մնա 2008 թվականից, որ ասացի քիչ առաջ, մեր առաջի համերգներից սկսած,
թե համերգների եմ եկել, թե վիզա եմ ունեցել 10 տարվա, որ առիթի էի գալիս մասնակցում ընկերների առիթին, որովհետև գալով գնալով արդեն շատ ընկերներ եմ այստեղ ձեռք բերել, ընտանեկան ընկերներ, այսպես ասեմ։ Երբեք չեմ ուզեցել։ Այդպես պատահական էլի ինչ-որ հերթական անգամ տուրիստ էի, տղաներից մեկը ասեց արի գրին կարդ լրացնեմ, դա ասի ինչ եմ անում։ Լրացրեց, հետո գնացի ու ընդհանրապես մոռացել էի։ Մայիս ամիսն եկա, մայիսին էր 10-ներ, այնտեղ միջոցառման մեջ էի, գնացել էի տունը հոգնած քնած էի։ Ընկերս տեի զանգեց, առավոտ շուտ այնտեղ պարկած էի։ Բա վեր կաց, շահել ես, ի՞նչն եմ շահել, ասում եմ գրին կարդ։ Լուրջ ես, ասում հա, նստել հիմա համ խնդում եմ, համ լացում եմ, ոնց հիմա այս պետքա թողեմ գնամ։ Այդպես, Ժողովուրդ ջան, շահել եմ։ Այո, արդար։ Ուրիշ ձևով չեն եկել։ Բայց մինչ այդ քիչ առաջ որ խոսում ենք եթերից առաջ, ասեցի որ ուզում էի տենց extraordinary, այո, որպես հա, ոչ օրինական չեմ ուզեցել։ Այո, դե։ Ամեն անգամ մի բան ինչ-որ խանգարում եմ, մի հատ թուղթ է կիսատ բերում, մի հատ չգիտեմ, տվյալ չգիտեմ, մի հատ էնի չէի բերում, ու չէր ստացվում, գուցե Աստծո գործ էր։ Շատ լավ։ Եվ այստեղ Արմեն ջան, իհարկե մենք խոսելու ենք հետագա պլանների մասին, բայց նաև այստեղ շարունակում ես նույնպես երգում ես, քո գործունեությամբ շարունակում ես զբաղվել։ Այո, Արմեն ջան։ Դա շատ կարևոր է, որովհետև կարծում եմ շատ եւ շատ գործի բերումով կամ հանգամանքներից բերումով, այսպես հանգամանքներից ելնելով այնպես է ստացվում, որ շատ եւ շատ երկիչ եւ առասարակ արվեստի մարդիկ չեն կարողանում իրենց աշխատանքով շարունակեն եւ շատ ողջունել է իհարկե որ դու շարունակում ես քո այդ գործը եւ այստեղ նույնպես քո հրաշալի երգերով ուրախացնում ես մեր հայերին եւ ոչ միայն։ Եվ մինչ անցնել է մեր հաղորդման երկրորդ էջին, Արմեն ջան, ես ուզում եմ մի անդրադարձ կրկին կատարենք եւ ուզում եմ ես մի պատմության մասին ասեմ։ Մենք խոսեցինք իհարկե որ պապիկը երգում էր, Ջիվանն էր շատ երգում եւ մի փոքրիկ պատմություն կա, եթե ես չեմ սխալվում, երբ պապիկը երգում էր օգտագործում էր մի բառ ամատ արի մի քիչ մանրամասնես եւ եթե դեմ չես ակապելա մի հատ երկես այդ ամենը։ Ես ինձ թվում է, եթե չգիտեմ, ես իմ որ ապրել եմ գյուղում, մեծացել եմ տատիկ պապիկների հետ միասին, իմ մորական պապուս տունն էլ մեր տնից 10-20 մետր է այնքան։ Ես երևի եթե լուսնի վրա էլ ապրեմ, ես չեմ կարող կտրվում այդ իմ ամենից, այդ իմ արմատներից չեմ կարող ու դրա համար շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ պապիկներից, ծնողներիցս, իմ, չգիտեմ, ամեն այն մարդկանցից, ովքեր որ ինձ դաստիարակել են, շատ հուզվեցի իրականում եմ ասում, որ նորից անդրադարձանք, որովհետև այդ պատմությունը ես երգում եմ մի անգամ բան էի պատմում, մեր ընկերներից մեկը մեր Կարենը նկարեց, բա մի հատ էլ կպատմես այդ պատմությունը, պատմում եմ ընկերներին, երաժիշտ ընկերներով նստած խոսում ենք, նկարեց բավականին արձագանք ունեցավ այդ։ Այ հիմա պապիկս որ գինովցած գալիս էր տուն, այդ ամատ բառը ոնց որ նշանակի այմարտ։ Այմարտ, հա, հանդեպ կոմենտներում ես որ երգել եմ, բոլորը շատ մարդիկ են գրում, ինչ է նշանակում։ Ժորժ ջան, պապիկս որ գինովցած հենց մի քանի բաժակ օգտագործում էր, ինքը ոնց որ լեզուն չհասկանայր, բայց մենք իր թորներով, իր աղջիկներով, տղաներով իրան հասկանում էինք։ Հա, ամատ էր ասում, yani այմարտ, ամատ սենց Արմեն ջան, ամատ սենց, երգերի մեջ էլ հաճախակի օգտագործում էր։ Ջիվանի էր շատ երգում, այդ սպիտակ մազերով երգել եմ այդ երգը ահագին արձագանք ունեցավ։ Մի հատ էլ ուրիշ երգ էր երգում ընկերոջ մասին։ Մի հատ երգ էր երգում Ջիվանի, ասում էր Ջիվանիա, կատակ երգ էր։ Ճանճի մասին էր, բայց կատակ երգեր ասում էր, չգիտեմ, գյուղով գնացին, ինչքան հոգով գնացին, քանի տապուր տարան, կացին տարան, ամաներով տարան, ճանճին խփեցին, սպանեցին, մորթեցին, սենց հետաքրքիր, բայց ասում էր Ջիվանիա, ես գրի չառա, ափսոս, շատ ափսոս, որ բառերը չեմ գրել։ Մի հատ էլ ուրիշ երգում էր ընկերոջ մասին, ասում էր ամատ ով դու իմ պաշտելի, մի քանի բառ հիշում եմ այդ երգից։ Այ խնդրեմ, այո, մի հատ փոքրիկ հատված կարող եք, այո, Ուզում եք միկրոֆոնով։ Չէ, այսպես հիմա միկրոֆոնով հետո երգի ժամանակ։ Ասում էր ով դու իմ պաշտելի, ամատ իմ ազնիվ ընկեր, միչև երբ անտեղի մարդկանց բեր բառնաս, միչև երբ անտեղի մարդկանց բեր բառնաս, շատ հետաքրքիր ծանրակշիռ բառեր է։
ասում էր ամատ այդ ուժը տվողը հետ կառնի կրկին թույլ չի տա որ դու խեղճերուն սպառնաս ամատ այդ ուժը տվողը հետ կառնի կրկին թույլ չի տա որ դու խեղճերուն սպառնաս այտենց այովել ասում էր սպառնաս Բրավո Իրոք ընկեք հիշողություններ կան Եթե կարծում եմ ամենայն դեպս այդ տաղանդը քո պապիկից իհարկե անցել է քեզ Շատ լավ Արմեն ջան հիմա խնդրեմ շարունակենք այս երգերի թեման հա եթե դեմ չես անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին հիմա մենք միասին լսելու ենք երգեր որոնք դու կարող ես լսել ես կարող ես չես լսել դա չի կարևորը պարզապես հետևում ենք երգի բառերին երեք հատ երգի հատված ենք լսելու շատ կարճ լսում ենք երգի հատվածը, երգը ընդհատվում է եւ շարունակությունը ես քեզ ասելու եմ 4 տարբերակ, մեկը ճիշտ, 3-ը սխալ։ Մենք փորձելու ենք միասին գուշակել, հա, ես կարծում եմ քեզ հեշտ կլինի, ամեն դեպս Եթե հայերեն երգերը։ Հա, երգերը բոլորը հայերեն են, բոլորը հայեր, պարզապես երգ կարող է քեզ ծանոթ լինի, երգ կարող է ծանոթ չլինի, դա չի կարող երգի բառերն ենք լսում, լավ։ Շատ լավ։ Շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, անցնում ենք հաղորդման հաջորդ էջին եւ Արմեն Դավթյանի հետ միասին այս պայն սիրով անցնում ենք, լսում ենք առաջին երգի հատվածը։ Խնդրեմ։ Աննշան վեճից հոգին իմ փոթորկվում է եւ հանգիստ քնել այլևս չեմ կարող Միշտ այդպես է երբ հոգին սիրահարվում է իսկական ու առաջին անկեղծ սիրով ու վերջապես քո շուրթերից հնչեց հիմա տարբերակներ ու վերջապես քո շուրթերից հնչեց ես քոնն եմ ու վերջապես քո շուրթերից հնչեց սիրում եմ ու վերջապես քո շուրթերից հնչեց սոված եմ եւ 4-րդ տարբերակը ու վերջապես քո շուրթերից հնչեց վայ վերջերիքա Այդ 4 տարբերակը Առաջի երկու տարբերակի մեջ էր ու վերջապես Բայց սոված ես չէ ու վերջապես քո շուրթերից հնչեց սոված եմ Սոված եմ բայց այս ժամին չեմ ուտելու Աչտակ չէ բայց ես ինչ չաղամ ու վերջապես Քո շուրթերից հնչեց, այսինքն հնչեց առաջի երկու տարբերակը կամ դե պետք է մեկը ես քոնն եմ Չէ, մոռացա առաջինը որն է Հա, ես քոնն եմ առաջինն է, երկրորդը սիրում եմ Ես քոնն եմ Ես քոնն եմ, իսկ ինչու ոչ սիրում եմ Ջան, իրնեք ինձ այս տարբերակն էլ է շատ հետաքրքիր ու վերջապես քո շուրթերից հնչեց վայ վերջերիքա իա Չէ, առաջի տարբերակը Ես քոնն եմ Սիրում եմ չենք ընտրում Չէ Ինձ թվում է Հələ երկու տարբերակ ունենք, միշտ դա ասում եմ, առաջի տարբերակը երբ սխալվում ենք, հələ երկու տարբերակ ունենք, որպեսզի կարողանանք առաջ անցնել եւ հաղթել։ Հա։ Գուցե համոզում եք, որ չհաղթեմ։ Չէ, ես ընդհանրապես միշտ հաշվառել որ ինձ իրենկալում են ու վերջապես ես աշխատում եմ, որպեսզի ընկերները միշտ հաղթեն, բայց իհարկե նաեւ մեր հերոստատիտողներին լսելով հորդորները, որոնք ասում են հերիքա մի օգնի, ես ստիպված եմ չօգնել։ Կամ առաջինը կամ երկրորդ։ Այո, ու վերջապես քո շուրթերից հնչեց սիրում եմ։ Կամ ես քոնն եմ, կամ սիրում եմ։ Հիմա տրամաբանորեն նայենք ու վերջապես քո շուրթերից հնչեց ես քոնն եմ, նույնպես հետաքրքիր տարբերակ է, որովհետև փաստորեն նայ քանի տարբերակ 3-4 տարի, 5 տարի փաստորեն փորձել եւ վերջապես քո շուրթերից հնչեց ես քոնն եմ։ Տարբերակ։ Եվ ու վերջապես քո շուրթերից հնչեց սիրում եմ։ Սիրում եմ։ Փոխեցիր ու վերջապես քո շուրթերից հնչեց ես սիրում եմ։ Ինչու փոխեցիր սիրում եմ։ Դիրիրին ավելի հանգել ավելի Բայց սկզբից ես քոնն եմ ասում եմ դրա համար։ Կարող է ես քոնն եմ երկարի էլի մեր խոսակցությունը։ Ժանավ։ Զուտ դրամա։ Չգիտեմ։ Դե։ Հա։ Տարբերակ երկրորդ։ Կամ ես կոմ կամ այն կոմ։ Սիրում եմ։ Այսինքն ես քոնն եմ, որը դու սկզբից ասում ես ես քոնն եմ։ Հիմա համոզում եք որ ասեմ սոված եմ։ Կամ ասեմ, բայց չերիքա, ես քոնն եմ։ Տարբերակ։ Տարբերակ երկրորդ։
Ու վերջապես քո շուրթերից հնչեց սիրում եմ, այս տարբերակ էս գեղեցիկ, սիրում եմ բառը ընտրեց Արմենը, ճիշտ է դա թե ոչ մենք հիմա կիմանանք, եւ արդեն կանցնենք երկրորդ հատվածին, իսկ մինչ դուք լսում եք, մենք մի քիչ սոված նստենք։ Արվում է իսկական ու առաջին անգեցիրո ու վերջապես քո շուրթերից չսիրում եմ Այո, Շնորհակալ եմ որ ճիշտ ուղղորը դրեցիք։ ես, չէ, Անուջան, դու դա ընտրեցիր, ես պարզապես Չէ, կողքից։ սկզբանե առաջինն էի, բայց իրականում ուզում էի մի քիչ Դա ամեն դեպս քննարկեինք։ 1-0 հաղթում ենք։ Շնորհակալ եմ։ Եվ հիմա անցնում ենք երկրորդ Մրցանակ երկ։ կա։ Հայո, անպայման մրցանակ։ Մենք կուտակում ենք մրցանակներ, որ վերջում են մեծ մրցանակ։ Հայաստանի տոմս։ Այո, մեր Հայաստանի տոմս։ Շատ լավն է։ Եվ այսպես 1-0 Արմենը հաղթում է, իսկ հիմա սիրելի հերոստատիտողներ, մենք կլսենք երկրորդ հատվածը։ Խնդրեմ։ Շահել սիրտս մավելես, սիրուցը դացավ լադավ, սիրուցը դացավ ես գերի, կրակաչերդ, հիմա շարունակությունը, կրակաչերդ կամարունքերդ, կրակաչերդ երկար մատներդ, կրակաչերդ շաքար թշերդ և կրակաչերդ շլդիկ հայացքդ, այսպես, Տարբերակ առաջին։ կամարունքերդ, Հա։ իսկ ինչու ոչ երկար մատներդ, գիտես ինչքան է երկար մատներդ, Արդեն ծիծաղելի։ երկար մատները որքան, Գուցե երկար մազերը կամ երկար ծամերը։ Մերեկը, չէ, Երրորդը միշտ խնդալու տարբերակ անում ես հասկացա։ բաբա շաքար թշերդ, պատկերացնում ես շաքար ակլորը և շաքար Շաքար թշերը, թուշ, չէի կարծում։ բա շլդիկ հայացքդ, Հա, կարող շլդիկ։ այո, կրակաչերդ և շլդիկ հայացքդ, կրակ այսպես, Չէ, Արմեն ջան, այս մի երգը փոխել չկա, տարբերակ առաջին։ կամարունքերդ և վերջ, այսինքն երկար մատները Չէ, դնում են մի երկար կողմ, մատները, շաքար հա, թշերը մի լրիվ։ կողմ, շլդիկ հայացքը թող քեզ մնա, մի խոսքով։ Սոված բանը, սա բոլորը։ Շատ լավ, կրակաչերդ կամար ունքերդ, այս տարբերակ ընտրեց Արմենը, ճիշտ է, ոչ թե մենք հիմա իհարկե կդիտենք միասին և կանցնենք վերջին երրորդ եզրափակիչ երգի հատվածին, խնդրեմ։ սիրուցը դացավ շաքար թշերը, Շաքար թուշը ո՞րն էր բայց։ Շաքար թշերը, այն որ շաքարակլոր են սարկում թշիկները, շաքար թշերը։ Չէի լսել տենց շաքար թշերը։ Շաքար թշերը գիտես որ նա, երբ որ օրինակ թեյա ուզում խմում, ասում ունեք շաքար ունեք, ասում շաքարով եք խմում, ասում հա գալիս է թուշը մտցնում է բաժակի մեջ, սենց ու տենց ինքը սենց Ավելի համահունչ էր առաջի տարբերակը, բայց ոչինչ, Արմեն ջան։ ոչինչ։ Պարտությունը լավ մարդ։ 1-1, դե հիմա արդեն վերջի երրորդը պետք է։ հիմա պետք է։ Հիմա եզրափակիչն է, որ պետք է արդեն Հիմա գոնե ծանոթ երկ լինի, լավ կլինի։ Հիմա էլի ծանոթի մեջ դողարն պատմությունը, չէ։ Եվ այսպես երրորդ վերջին հատվածն ենք լսում երգի եւ արդեն անցնենք առաջ, խնդրեմ։ Բացել ես գեղի մոտ, լվանում ես սիրուն ոտ։ Բացել ես գեղի մոտ։ Այո։ Լվանում ես սիրուն ոտ, Բացել ես ծուրտիկ ոտ, երկար ոտ եւ կեղտոտ ոտ։ Այսպես։ Բացել ես Սիրուն ծուրտիկ, երկար կեղտոտ։ Ես առաջարկում եմ միանգամից ծուրտիկ անել։ Ծուրտիկ։ Այո, ծուրտիկ ոտը, ծուրտիկ, բայց ծուրտիկը չեն լվանում, լվանում են Բայց ծուրտիկի մասին ոչի երկի։ Սիրուն ոտ։ Բացել ես գեղի մոտ։ Բացել ես գեղի մոտ։ Լվանում ես սիրուն ոտ, Լվանում ես սիրուն ոտ։ սիրուն ոտը բայց չի Սիրուն լվանում, ոտը սիրուն չի ոտը պետք է ցուցադրել։ Բացելը որ ցուցադրի։ Էլ բան չի լվանում, է թող բացի սեն ցուցադրի։ Կեղտոտա։ Կեղտոտա։ Ջերը տվել են։ Ահա,
Ջրերը այո, այսօր շատ մեծ խնդրեմ է Բացել է գեղի մոտ։ Մի րոպե, բայց մենք ստե հաշվի չենք առնում երկար ոտը։ Ոտն երկար։ Դե երկարը էլ չէր բացելու, երկարը sense տենից բաց կլներ ինձ թվում է։ Շորը կարճ կլներ։ Եթե կարճ հակնի, հա, բայց եթե երկար հակներ, երկարը չէր երևա ոտը։ Առավել եւս եթե ծուրտիկ ոտ լիներ երկար հակած։ Բացել ես գեղի մոտ, լվանում ես Սիրուն ծուրտիկ երկար կեղտոտ։ Սիրուն ծուրտիկ երկար կեղտոտ։ Կեղտոտը լվանում ես կեղտոտ ոտ, չէ։ Լավ էս էլ առաջի տարբերակ, սիրուն։ Սիրուն։ Հա։ Էպը լվանում ես սիրուն ոտ ինչի համար։ Բացել ես գեղի մոտ, լվանում ես Ինչի համար է լվանում։ ծուրտիկ կամ սիրուն կամ երկար։ Չէ, բայց սպասի, բայց չէ լվանում։ Շփոթ ասում ես, Արմեն ջան։ Չէ։ Լվանում է որ մաքուր լինի։ Ապրես, բայց ինչ պետք է լվանա։ Կապ չունի ոտը, սիրունա ծուրտիկա երկարը պետք է կեղտոտ լինի որ լվանա ոտը։ Հա։ Դու ենթադրում եմ։ Հիմա օրինակ արի վերցնենք մեքենայի վրա։ Ես իհարկե չեմ ուզում ոտը եւ մեքենան համատեղել, որովհետեւ իհարկե անհամեմատ տղամարդկանց համար մեքենան ավելի գերադասելի ինձ համար եւ մեքենան եւ ոտը, բայց բայց հիմա մեքենան որ լինում, մեքենան դու գնում ես լվանում ես ինչի համար, որտեղ մեքենան կեղտոտվում է։ Ոդկա պետքա սպասես Ուրիշ հարց որ հետո մեկը անձրև է գալու։ Բայց ոդկա պետքա սպասես այնքան միջև կեղտոտվի։ Հա, դե մեքենան էլ։ Մեքենան Չէ, դե մեքենան եթե կեղտոտ չի հավես չես ունենում մեկ-մեկ, չնայած ունենում ենք, բայց ամենևս այդպես չէ։ Չէ, չեմ ուզում կենտրոնանամ կեղտոտ ոտի վրա, Բայց չես ուզում կենտրոն, բայց եթե կեղտոտ է մեքենան։ Չէ, տես, եթե ինչ-որ մի բան լվանում ես, ինքը պետք է լինի ոչ մաքուր։ Ես կարծում եմ, պես միրգը որ վերցնում ենք, միրգը գնում ենք, չէ, օրինակ շուկայից գնում ենք, սենց սիրուն կարմիր խնձորը, սենց պլպլում է։ Էս էլ տարբերակն է, էլի առաջի որ օգնում ես որ Չէ, ես ուղղակի նայ պլպլում է այդ խնձորը, Հա, բայց մեկը գնում լվանում ես, չէ։ Ոտն սիրուն ոտն էլ կամ մաքուր ոտն էլ։ Կարող այնքան են սրսկել այդ խնձորին, որ ինչ ասես սրսկել են այդ խեղճ խնձորին, որ արդեն նեղացած է ձեզանից, ուսում ինձ լվացեք, որ նոր ուտեք։ Բացել ես գեղի մոտ Լվանում ես։ Լվանում Դերան դիրին Որն է անջան։ Սիրուն ծուրտիկ երկար կեղտոտ։ Ես Ճիշտը որն է։ Չէ, ես չգիտեմ ճիշտը, ես ուղղակի որ խափում ես էլի։ Լավ, սիրուն երկու տարբերակ է, սիրուն կամ երկար։ Կեղտոտ։ Չէ, կեղտոտը չէ, կեղտոտը։ Բայց պետք է լվանալ այդ ոտը։ Չէ, նայ, ես էլ եմ ուզում հասկանամ, այսինքն ինչու ոչ կեղտոտը։ Հիմա ամար ենք այդ մարդը գնացել է ցեխերի մեջ։ Երկեցիկ չի էլի կեղտոտը։ Ոչո։ Կեղտոտ։ Հա, բայց ցեխերի մեջ անգել, ցեխերի մեջ ընկելա։ Երկում է, գովում է, բացել ես գեղի մոտ։ Ուրիշ քեզ բան ասել, ուրիշ տարբերակ, երբեմն հաճախ լինում է դու կանգնած ես մայթին, մի մեղ մասա, չգիտեմ, փիս վարորդ անցնում է ցեխաջրով, ասենց գնում է մեկը ցեխը, հոպ, ասենց շփնում է, ոտքերը ամբողջությամբ ցեխոտված այդ, չգիտեմ, բայց կարելի է գեղի մոտ բացել ոտը լվալ։ Հա, բա ինչ անի, բա կեղտոտ է ոտը, գնում է ժամադրությամբ լվանա կեղտոտ գնասի, այս ինչ կեղտոտ է ոտը այդ տղեն կասի, այս ինչ է։ Չէ, կեղտոտը չեմ ընտրելու։ Ուզում է ճիշտ լինի, ուզում է սխալ։ Արի ընտրենք Կեղտոտը։ կեղտոտը։ Իհարկե, որ լվանաս։ Չէ, սիրուն։ Սիրուն է։ Հա։ Դա բայց սիրուն ոտեն չի ամրա պետք լվանալ Արմեն։ Բայ, որ շքեղ լինի ավելի։ Սիրունը մեկը սիրուն է մնում, կեղտոտ մաքուր մեկը։ Չէ, կեղտոտը մի տեսակ երկեցիկ չի ինձ համար։ Չէ, ես բան չունեմ ասել, այստեղ երկեցիկի մասին չի հարցը, բնական է, բայց նաև երկը Ես նայում եմ որպես երկիչ։ Շատ բարի։ Երկեցիկ լինի մի քիչ։ Չէ, դե սա որպես հումորային երկ է նաև։ Հա, մի քիչ որպես մի քիչ հումորային երկ վերաբերվենք, որովհետև հիմա ով կկանգնի կլվանա բոլորի դիմաց, անգամ սպիտակ կամ սիրուն կամ ծուրտիկ կամ երկար ով կանի։ Այս բան ոչ մեկ չի անի։ Կեղտոտ ոտը դրեցին, կեղտոտ ոտը, շատ լավ։ Ասեցի չէ, բայց համոզեցի։ Բացել ես գեղի մոտ լվանում ես կեղտոտ ոտ։ Ես փորձում եմ իհարկե շեղել եւ կարծես թե ինձ ոչ ստացվեց շեղել Արմենին այս տարբերակը ընտրել, լսենք ճիշտ տարբերակը եւ անցնենք առաջ։
Շատ Մերսի, շնորհակալ եմ։ Չես սպասում, որ երկի մեջ նման Ես որտից ես պեղել։ Այո, դա կեղտոտ ոտեր են։ Կեղտով։ Շատ լավ Արմեն ջան, բրավո, հաղթեցինք։ Շնորհակալ եմ, որ ճիշտ ուղու վրա դրեցիր։ Ես պարզապես տրամաբանորեն ենք նայում, ես չգիտեի ճիշտ պատասխանը, ուղղակի ասում եմ, դե մի բան լվանում եմ, պետք է կեղտոտ լինի, էլի։ Դե երկար ոտն են լվանում։ Հա, բայց եթե կեղտոտան։ Եթե կեղտոտան։ Անգամ ոտքը նույնպես սրսկած էլի մեկա լվանում են, թե որ սրսկածը չեն լվանում։ Սրսկած մի քանի օր պետք է անցնի ջուր կքաշի։ Արմեն ջան, եւ ինչ մեր հաղորդման ավարտին ասել եք, խնդրեմ մի քիչ պատմես մոտակա պլանների մասին։ Ինչ մտքեր կան։ Իհարկե շարունակում ես երգել, շարունակում ես ստեղծագործել, կա, չգիտեմ, գուցե ես ուզում եմ անպայման մենք խոսենք մի քանի օր առաջ կայացած համերգի մասին, որը նույնպես դու մասնակցում էր Ֆլորա Մարտիրոսյանի նվիրված, չէ՞։ Օֆելիա Համբարձումյանի 100-ամյակի նվիրված շատ հրաշալի համերգ էր, խնդրեմ, եւ առասարակ ինչ պլաններ կան։ Շատ գեղեցիկ համերգ էր, մեր ընկերը, մեր ավակ ընկերը Գևորգ Չակմանը կազմակերպել եւ բոլոր երգիչները Երկիչները այս, գիտեք, հետաքրքիր այն է, որ երկիչները միշտ այսպես որ հավաքվում են միտեղ, այսպես միանգամից դառնում են եթերից առաջվա կներեք։ Այո։ Շատ լավ։ Երբեմն լինում է այսպես սիրելի հեռուստադիտողներ, որ հաճախակի երկիչները միասին հավաքվում են ինչ-որ մի համերգի շուրջ կամ իրեն շատ դժվար է առասարակ կառավարել եւ հիմա Արմենը հիշում է իհարկե։ Շատ լավ համերգ եղավ, Արմեն ջան, կներեք։ Հիշեցի ինչ-որ պատմություն, որ խոսում ենք քիչ առաջ։ Շատ լավ։ Եվ Արմեն ջան, հիմա իհարկե մի փոքրիկ խնդրանք։ Բնականաբար մեր բոլոր երգիչ-երգչներին, ովքեր մեր հյուր գալիս են, միշտ մի փոքրիկ խնդրանքով դիմում ենք, որ մի հրաշալի երգով ողջունեն մեր հեռուստադիտողներին եւ մեզ բոլորիս։ Իհարկե Արմեն ջան, մենք նույնպես քեզ խնդրելու Մեծ սիրով, մեծ սիրով։ Եվ իհարկե մի ջուրխն է կարելի։ Այո։ Մի հրաշալի ժողովրդական երգ կա։ Հաշվի առնելով, որ մենք նոր խոսում ենք ոտների մասին, երկար, քոլոտ մոլ։ Ես հիմա խոսում եմ մի քիչ կեղտոտ։ Երկար գիտեմ։ Ես հիմա ուզում եմ մի քիչ խոսենք երկարի մասին, մի քիչ անդրադառնանք ավելի բոյի մասին։ Ярко բոյին Սիրով։ Դուք արդեն հասկացար մի ժողովրդական հրաշալի երգը։ Իմ սիրած երգերից մեկն է։ Արմեն ջան, ես հիմա կխնդրեմ դու պատրաստվես, ես ու մեկ է ասես ամբողջական երգի անունը քո բուս Ярко բարակ բոյին մեռնեմ։ Ярко բարակ բոյին մեռնեմ, այսպես, Ярко բարակ բոյին մեռնեմ։ Սիրով։ Արմեն ջան, խնդրում եմ դու պատրաստվես, այո։ Հերոստատիտողի համար։ Շատ լավ։ Մի քանի րոպե դու մի պատրաստվես, ես սիրելի հեռուստադիտողներ, եւս մեկ անգամ սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, մեր հաղորդման հովանավորներին եւ շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է Monte Market, հայկական տեսականի թարմ, մսամթերք, միրգ, բանջարեղեն, խորոված, մի խոսքով մտնելով Monte Market դուք պարզապես հայտնվում եք Հայաստանում, այնպես որ գնացեք եւ գնումները կատարեք հենց Monte Market-ից, հեռախոսահամարն է 818-855-1188։ Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որտեղ կարող եք շատ հաճելի լավ ժամանակ անցկացնել, նաեւ շատ օգտակար, որովհետեւ այստեղ տաք հանքային ջրերով լողավազաններ կարող եք իհարկե օգտվեք լողավազաններից, շատ համեղ սնունդ, բարձրակարգ սպասարկում, բնությունը մի հրաշք դրախտ, այն որ ասում են դրախտ, այդ դրախտը տեղ է, այս կոմենքով մի գնացեք միանգամից դրախտ։ Եվ հեռախոսահամարն է 760-329-6033 եւ մեր նախագծի գործընկերն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, այնպես որ եթե դուք նույնպես ունեք նման խնդիր կամ ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր ունեն վնասակար սովորություններ, 911 Detox Center-ը կազմակերպություն է, որը կօգնի ձեզ այս հարցում։ Հեռախոսահամարն է 409 9000 911։ Շնորհակալություն մեր գործընկերներին։
Եվ այսպես Արմեն ջան պատրաստ ենք։ Այո։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, Armenian Evening AMJ հեռուստակերության ուղիղ եթերում այս պահին Արմենը Դավթյան հրաշալի ժողովրդական երգ բոլորիս կնվիրի Յարքո Մեր սիրելի հեռուստադիտողների համար։ Այո, Յարքո բարակ Բոին մեռնեմ։ բոյն մեռնեմ։ Խնդրեմ։ Իմ սիրած երկրից մեկն է։ Կյանքի տարևիտ մատաղ, կանասերևիտ մատաղ, յարգու վարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեի կեզ կարնեմ, յարգու վարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեի կեզ կարնեմ, նամակով հիշել էիր զրկած բարևիտ մատաղ, յարգու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր կեզ կարնեմ, յարգու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր կեզ կարնեմ, մասերդ բոլորել ես, ունքերդ բոլորել ես, յարգու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր կեզ կարնեմ, յարգու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր կեզ Հերթամընդիմ ես սարուզոր իմ յան խորոտ է կուչուր, բերեմ քեզի կարմիր խնձոր, քեզի բերեմ սառը ջուր, բերեմ քեզի կարմիր սորեր, քեզի բերեմ շորեր խաս, որ դու հագնես հերթան չորեր, հնձի համով պակնտաս։ Ես մինուչար, դու մինուչար, երբ որ աշում գավարով, կպսակվենք մենք ապաչար անուշ երկով ու բարով, բերեմ քեզի կարմիր սոլեր, քեզի բերեմ շորեր խաս, որ դու հագնես հերթան չորեր, հնձի համով պակնտաս։ Յարգու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր կեզ կարնեմ, Շնորհակալ եմ Արմեն ջան, շնորհակալ եմ անչափ Ես էլ եմ շնորհակալ։ Ահա։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ այսօրվա երեկոյի համար։ Հիշում ես մեր հաղորդման սկզբնամասում ասացին կարծում շատ լավ երեկո եղավ եւ իրոք հրաշալի երեկո ստացվեց։ Շնորհակալ եմ անչափ։ Շատ հրաշալի։ Եվ շատ ուրախ քեզ բազմիցս եւս մեկ անգամ ուզում եմ իհարկե նորանոր հաջողություններ մաղթեմ, նոր երգեր, նոր պրեմիերաներ, նոր բեմեր եւ շնորհակալություն որ պահպանում ես մեր հայկական ժողովրդական Շատ երգը։ շնորհակալ եմ Արմեն ջան, ես էլ եմ շնորհակալ հրավերի համար։ Բազում եթերներ, այս գեղեցիկ ծրագրին, շնորհակալ եմ հեռուստատեսությանը, AMJ ընկերությանը, բոլոր աշխատակիցներին, աշխատակազմին, տնօրինությանը, շնորհակալ եմ քեզ, Հարազատ ջան, հրավերի համար։ Շնորհակալ եմ Արմեն ջան։ Շատ լավ եթերներ։ Այո,
Շնորհակալ եմ։ Եվ սիրելի հեռուստադիտողներ, մնաց ասել ինձ, որ մենք հանդիպելու ենք ընդամենը 1 շաբաթ անց, իհարկե MJ հեռուստակերության ուղիղ եթերում։ Զինվում եք համբերությամբ, լինում եք առողջ ամենակարևորը եւ մենք շատ շուտով կհանդիպենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան։ Ձեր անմոռանալի հանգիստը Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ, բացօթյա եւ փակ լողավազաններ, ջեկուզի, հանքային տաք բուժիչ ջուր, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան եւ խոհանոց։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 6033 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր Monte Market։ Անի ջան, էսուր։ Մոնտե Կարլո, Արմեն ջան։ Ես էլ Monte Market։ Նոր խանութ, նոր Հոլիվուդում, հայկական տեսականի, միրգ բանջարեղեն, թարմ մսամթեր եւ համոտ խորոված։ Monte Market, մաչելի գներ, հաճելի սպասարկում։